Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալի ավարտի մասին լուրերը վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում են, իսկ ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված գրառումները փաստում են, որ մնացել են հաշված սերիաներ։ Սա արդեն մեծ հուզմունք է առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Նրանք երկար ժամանակ հետևել են պատմությանը, սրտատրոփ սպասել յուրաքանչյուր նոր շրջադարձ, իսկ այժմ պատրաստվում են տեսնել, թե ինչպես կփակվեն բոլոր հարցերը։ Հրապարակված կադրերն ու տեսանյութերը հուշում են, որ սերիալի ամենակարևոր հանգուցալուծումներից մեկը լինելու է Մարիայի և Դավիթի միավորումը։ Չնայած նրանց հարաբերությունների բոլոր բարդություններին, կասկածներին ու ցավոտ փորձություններին, վերջում նրանք միասին են լինելու։ Սա ինքնին շատ սպասված հանգուցալուծում է հանդիսատեսի համար, քանի որ հենց նրանց սիրո պատմությունն էր սերիալի սիրտը, սակայն մինչև այդ պահը դեռ բազմաթիվ իրադարձություններ են սպասվում։ Մարիան շարունակվում է պայքարել Ռաֆի դեմ, փորձելով վերջապես ապահովել իր ու հարազատների անվտանգությունը։ Ռաֆը, ով միշտ փորձել է տիրել իրավիճակին ու մարդկանց ճակատագրերին, սերիալի վերջին մասերում ավելի վտանգավոր է դառնում, քանի որ հասկանում է, որ վերջը մոտ է։ Վերջին և ամենահուզիչ շրջադարձերից մեկն առնչվում է Մարիայի մորը։ Հեռուստադիտողները տեսնում են, որ նա որոշում է ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Նա պատրաստ է կանգնել Ռաֆի դեմ և վերջնականապես լուծել բոլոր խնդիրները, որպեսզի Դավիթի, Մարիայի և նույնիսկ Ռուբենի ձեռքերը մաքուր մնան։ Նա զանգահարում է Դավիթին ու ասում, որ այն, ինչ պետք է տղամարդիկ անեին, նա ինքը կանի և չի թողնի, որ Դավիթի ու Ռուբենի ձեռքերն արյունոտվեն։ Սա ոչ միայն մայրական ինքնազոհության դրսևորում է, այլև ուժեղ խորհրդանշական քայլ։ Մարիայի մայրն իր վրա է վերցնում այն ծանր բեռը, որն իրականում պետք է կրեին ուրիշները։ Այս կերպ նա պաշտպանում է իր ընտանիքը, իսկ Ռաֆի ճակատագիրը դառնում է անխուսափելի։ Մենք դեռ ամիսներ առաջ նշել էինք, որ այդ բեռը իր վրա է վերցնելու հենց Մարիայի մայրը և վերջապես լուծելու է Ռաֆի հարցերը, քանի որ Ռուբենի համար դժվար էր Ռաֆի վրա ձեռք բարձրացնել, ինչպես խոստովանում է նրան, որովհետև Աշոտն ամեն դեպքում իր ընկերն էր և իր հիշատակի առաջ իրեն պարտավորված է զգում, և երբ ցանկանում էր Ռաֆին վնասել, նրա աչքերի առաջ Աշոտն էր նրա հիշատակը։ Բնականաբար նրա ձեռքերը դողացել են ու նա չի կարողացել իր ցանկությունն ավարտին հասցնել, բայց Մարիայի մորը ոչինչ չի խանգարում, որ վերջ տա այս ամենին ու հենց ինքը դառնա Ռաֆի հարցերը լուծող։ Հանգուցալուծումներն ու պատասխանները շատ մոտ են։ Հեռուստադիտողները երկար ժամանակ սպասում են պատասխանների։ Արդյոք Դավիթն ու Մարիան վերջապես միասին կլինեն և վերջապես Ռաֆը կստանա իր արժանի պատիժը։ Ովքեր կկարողանան պահպանել իրենց ընտանիքն ու սերը։ Իհարկե, հեռուստադիտողները կցանկանային, որպեսզի նրա պատիժը ավելի վաղ լիներ և նրանք երկար ժամանակ տեսնեին այդ երջանիկ պահերը, բայց ինչպես բոլոր հեռուստասերիալների դեպքում, չարը պատժվում է վերջին սերիաների վերջին րոպեներին, այնպես որ սպասեք վերջին սերիային։ Վերջին սերիաներում, միևնույն է, բոլոր հարցերը բացվում են։ Մարիան վերջապես հաղթահարում է իր ներքին վախերն ու սկսում է ապրել նոր կյանքով։ Դավիթն էլ հավանաբար ներողություն է խնդրելու Մարիայից և ապացուցելու է իր սերը։ Իսկ Աբուլն ու մյուս հերոսները նույնպես ստանում են իրենց արժանի հանգուցալուծումները։ Նրանք երջանիկ են լինում, որովհետև այս կյանքում ապրել են արդար։ Երբ էկրաններին կհեռարձակվի վերջին սերիան, հեռուստադիտողները հուզմունքով և թեթևությամբ կտեսնեն, թե ինչպես է ավարտվում այս բարդ ու դրամատիկ պատմությունը։ Ռաֆի հարցերը վերջնականապես լուծվում են, և նա այլևս չի կարող վնասել ոչ ոքի։ Մարիայի մայրը դառնում է ընտանիքի իրական հերոսը, իսկ Մարիան ու Դավիթը բոլոր փորձություններից հետո վերջապես համախմբվում են։ Այսպիսով, Մարիա սերիալի ավարտը խոստանում է լինել ոչ միայն դրամատիկ, սուր, այլև հուզիչ ու արդարացի։ Հեռուստադիտողները կստանան այն, ինչին երկար սպասել էին՝ արդարություն, սեր և վերջնական հանգիստ։ Իսկ թե ինչ է լինելու վերջին սերիայում և ինչպիսի պատասխան է ստանալու Ռաֆը, ապա միացեք մեր ալիքին և մենք շատ կարճ ժամանակ անց կտեղադրենք դիտարժան տեսանյութեր, որոնք արված են նկարահանման հրապարակում, և իհարկե կպատմենք, թե ինչպես է ավարտվելու վերջին սերիան։ Հուսով ենք, որ վերջին սերիան կարդարացնի հեռուստադիտողների սպասելիքները։
Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանն ամեն ինչ անում են, որ հեռուստադիտողները գոհ մնան։ Իհարկե, բոլորին գոհացնել դժվար է, քանի որ հեռուստադիտողների կարծիքն ամեն դեպքում բաժանվում է մի քանի խմբերի։ Երբ մի խումբը գոհ լինի, մյուս խումբը բնականաբար այդ ամենից դժգոհ է լինելու, բայց ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, Մարիան ու Դավիթը վերջին սերիայում միասին են լինելու, ներելու են միմյանց ու ապրելու են միմյանց համար, այնպես որ դիտեք հեռուստասերիալի հերթական սերիաները, որոնք լի են լինելու նոր բացահայտումներով ու հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներով։ Բաց չթողնեք հեռուստասերիալի վերջին սերիաները։ Իսկ հեռուստասերիալի ավարտից անմիջապես հետո Ելենա Արշակյանն ու Անահիտ Մխիթարյանը հեռուստադիտողների դատին կներկայացնեն նոր շատ հետաքրքիր սերիալ, իսկ թե ինչի մասին է խոսքը, կիմանաք շատ շուտով։